Արամ Ավետիս, գրող, արձակագիր, 25 մայիսի 1990 Երևան։ Եթե ծնվել ես այդ քաղաքում, միանգամից համարիր այդ օրը նաև մահվանդ տարեթիվն է։ Մայիսի 25-ից մինչև մայիսի 25-ը ընկած տարածությունը հավերժություն թված Արամ Ավետիսի համար։ Այդ օրը նա հավերժ էր, և դրա համար իր ամեն գրած գիրքը կարելի է գնահատել միայն հավերժության տեսանկյունից։ Մայիսի 25-ը մայիսի 24-ի և մայիսի 26-ի հատման կետն է, այսինքն Իոսիֆ Բրոդսկի և Ջեք Գևորգյան։ Արամ Ավետիսի գրականությունը ծնվել է պոեզիայի և ինքնասպանության միաձուլումից։ Այդ տարիների ամսագրերում հաճախ կարող եք հանդիպել, որ Արամ Ավետիսին նույնիսկ անվանում էին լեզվի բժիշկ կամ պարոն Էվթանազիա։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էր, որ նա գրեց իր ամենահայտնի աշխատություններից մեկը՝ ինքնասպանություն գրիչով։ Ցավոք, Երևանում է նա հրատարակում իր առաջին կույր կետադրություն և ինչպես տեսնում եք, երկրորդ ճարտարապետական մուտացիա գրքերը։ Առաջին գիրքը կարդալուց հետո Մայակովսկին ասում է. «Այդ տղայի մեջ իմ ապագան է, նրա միջոցով ես կտարածվեմ ապագայի մեջ»։ Նա ուղղակի չգիտեր, որ այդ քաղաքում գրողը չունի ապագա։ Կույր կետադրությունը կարդացին և հատկապես չկարդացին աուտոբորբոքային հիվանդություն ունեցող մարդիկ։ Դա հիվանդություն է, որը առաջանում է միջերկրածովյան տենդի գենի մուտացիաների հետևանքով, որ կոդավորում են 781 ամինաթթուներից կազմված պիրին կոչվող սպիտակուցը։ Այս հիվանդությունը ունի մի քանի անվանում, բայց մարդիկ ընտրեցին ամենանողկալի անունը, որպեսզի մարդը լսելով այն վախ և տհաճություն զգա՝ երևանյան հիվանդություն։ Կույր կետադրությունը այն միակ աչքն էր, որ գողացավ Արամը 3 պառավներից և նվիրեց իր ժամանակակիցներին, բայց իրենք ժամանակակիցները հենց այդ նույն հոգնած պառավներն էին, որ իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսան։ Նրանք այնքան ծեր էին, որ չէին հիշում, որ աչքերը ոչ թե քթից հետո է գալիս, այլ քթից առաջ։ Լքելով պառավ Ուրիզենի դրախտը, Արամ Ավետիսը գնաց Պրահա, որպեսզի տեսնի Կաֆկայի գերեզմանը։ Վերադառնալով նա դուրս եկավ օդանավակայանից և արտաբերեց իր ամենահայտնի մտքերից մեկը, որը տեղ գտավ քաղաքի թանգարանում։ Երևանը մի մեծ Կաֆկայի գերեզմանն է, բայց այս գերեզմանում մի բան հաստատ և ակնհայտ է՝ Արամ Ավետիսի գրականությունը աղոթք է այլախոհի համար։ Արամ Ավետիս, ձեր բուռն ծափարությունները։ Եվ ինձ մի հարց է հետաքրքիր, գիրք, որը մոտիվացրել է ձեզ և վերընթերցել եք մի քանի անգամ։ Շատ գրքեր կան, որ ինձ մոտիվացրել են, դե համաշխարհային գրականությունից իմ սիրած գրողը Սելինն է, չգիտեմ, Ժենեն, հայ գրականությունից Չարենցը, Թումանյանը, բայց շատ կան գրողներ։ Շնորհակալ եմ համենայն դեպս, որ մրցանակ եք տալիս, առհասարակ գրողների հանդեպ ինձ թվում է վերաբերմունքը մի քիչ անհասկանալի է երևի Հայաստանում, բայց համենայն դեպս այս պահին արդեն ստացա այս մրցանակը ու շնորհակալ եմ ձեզանից, այսօր հաստատ ձեզ նայելով մի բան գրելու եմ։ Դա արդեն շատ լավ նշան է։ Ես փաստորեն մոտիվացրեցի ձեզ և շատ լավ մուսակ կարող եմ հանդիսանալ, չգիտեի, հրաշալի է։ Շնորհակալություն, ձեր բուռն ծափարությունները ձեզ բազմաթիվ ինչպես մուսաներ եմ մաղթում։